Այսպիսով ես պարտավոր եմ մի քանի խոսքով տեղեկացնել, թե ինչ է տեղի ունեցել համագումարից հետո։ Մեր համագումարը տեղի ունեցավ ապրիլի 19-ին, տեղեկացված էր մոտ 300 մարդ, այսինքն պատրաստակամություն հայտնել, որոնցից մոտ 20 հյուրեր, ի վերջո մոտավորապես 200 հոգի մասնակցեցին, ներառյալ որոշ հյուրեր։ Այսինքն օրենքի պահանջը լիարժեքորեն բավարարված էր, կրկնակիով կարելի է ասել, համագումարը անցավ բնականon ընթացքով, համաձայն օրենքի, նաև օրենքում կատարված փոփոխությունների մենք իրազեկել էինք, մամուլում հրապարակվել էր համագումար տեղի ունենալու մասին, ավելի քան 10 օր առաջ հրապարակել էինք ԱԻՄ-ի էջում, դիմագրքային էջում, ամեն ինչ կարգին էր, բայց երբ գնում են Արդարադատության նախարարություն տանելու պահանջվող փաստաթղթերը, նաև նոր կանոնադրության նոր տարբերակը խմբագրված, ինչ որ աշխատակից, պատկերացնում եք, ինչ որ աշխատակից, թղթերը նայելով ասում է, որ գիտեք, ձեր համագումարը չեղյալ եմ հայտարարում, չեղյալ է հայտարարում Արդարադատության նախարարության ինչ որ աշխատակից, որովհետև մենք օրենք ենք խախտել, որ օրենքը պարզվում է, որ մեր համագումարը սկսելուց մի քանի օր առաջ 24 թվականին ընդունված ինչ-որ որոշում է եղել, որը մինչև այդ հրապարակված չի եղել, օրենք եղել է մեր տրամադրության տակ, որ մենք պետք է բացի մամուլում հրապարակելուց, Արդարադատության նախարարություն տեղեկանք տանեինք, որ այսինչ օրը պետք է լինի մեր համագումարը։ Ամեն ինչ մի կողմ։ Այսինքն չի ասվում, որ գիտեք, դուք մի քանի օր առաջ պետք է տեղեկացված լինեիք։ Այլ ասում է, ձեր համագումարը չեղել եմ հայտարարում, դուք պատկերացնում եք ինչ է նշանակում։ Ամբողջ կոմունիստական կայսրության առաջին այլընտրանքային քաղաքական կազմակերպությունը համագումար է գումարում, բոլոր կանոնները պահպանում է, տեսագրում է ամբողջը, ամբողջությամբ տեսագրված է, տանում է արձանագրություն, տանում է նոր կանոնադրություն եւ տեղի մի աշխատակցու ասում է, ես չեղյալ եմ հայտարարում։ Դու քո տոհմն ու ցեղը կարող ես չեղյալ հայտարարել, բայց դու ով ես այդ փստլնքոտ, որ ԱԻՄ համագումարը չկայացած համարես։ Հիմա պարզ է, որ ես անձը, թող ներողամիտ լինեն մարդիկ, որ անձ եմ կոչում, պատկերացնում եք անպատկառության չափը։ Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ կազմակերպության 29-րդ համագումարի նյութերը չի վերցնում, որովհետև գիտեք դուք պարտավոր եք տեղեկացնել օրենքի պահանջը եւ նույնիսկ այն նվազագույն ամոթխածություն կամ կաշկանդվածություն կամ վատ զգալ, գիտեք, փոխանցենք, տեսնենք ինչ կասի մեր ղեկավարությունը։ Պատրաստ են որսկան շների նման, պատրաստ հարցակման, ֆաս ասված է, այդ ճիճուներ։ ԿԳԲ-ն որքան տարիներ փորձեց վերացնել ազգային միացյալ կուսակցություն ԱԻՄ-ը, որքան մոտ 60 տարի կարողացավ են մի երկիծաբան կար, նա ասում էր կոմունիստներն ուզեցին գլուխս ուտել, ինչ կերան, հիշում եք վերելակ հաղորդման մեջ, հիմա դուք ով եք, դուք պիտի ուրեմն որոշեք ԱԻՄ-ի համագումարը եղել է թե չի եղել, մենք օրինապահ կազմակերպություն ենք, օրենքի բոլոր պահանջները կատարենք, բայց փստլնքոտներ, երբ դուք անակնկալ փոփոխություն եք կատարում, իբր 2024 թվականի դեկտեմբերին է որոշված։ Որոշված էր 10-20 կուսակցություն է։ Մամուլի ծառայություն չկար ձեզ մոտ, որ տեղեկացներ, որ պարոն նախարար կամ տիկին նախարար ԱԻՄ-ը համագումար է հրավիրում։ Այս օրենքը իրենց հայտարարություն ընդունելուց հետո է շրջանառության մեջ դրվել։ Այն էլ օրենք չի։ Ընդամենը տեղեկատվություն տրամադրել, հարց չկա այդտեղ։ Եվ այդ տեղեկատվությունը տրամադրվել է մամուլին, տարբեր պարբերականների, գոնե հայ երկուսը գնացեք, ծանոթացեք, ես կարող եմ տրամադրել։ Այսինքն մենք խախտում չենք արել, մենք օրենքի պահանջը կատարել ենք, բայց դուք եթե օրենքի ներսում ինչ-որ մի քանի տառ եք փոխում ու հետո դա ներկայացնում, դուք պատկերացնում եք լկտիության աչքանը։ Անկամ Արդարադատության նախարարը պիտի ծնկի գարացեր, պարոն Հայրիկյան, այնքան վատ եմ զգում։ Դուք մեր ազգի համար այսքան բան եք արել ձեր կազմակերպությունը։ Բոլորի համար ճանապարհ եք բացել, ինչպես ասում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բառացի եմ ասում, պարլամենտական ամբիոնից Հայրիկյան եւ իր ընկերները մեր բոլորի համար ամբողջատիրության դժվար տարիներին բոլորիս համար ճանապարհ են բացում։ Ի վերջո մարդ եք, չէ՞, անասուն չեք, չէ՞։
Կարող եք չէ դնել քննարկել ձեր մեղքն է, դուք պիտի տեղեկացնեիք, որ անակնկալ փոփոխություն է կատարել։ Եվ ինչ փոփոխություն։ Ինչ փոփոխություն։ Պետք է նաև մեզ հատուկ գրություն բերեք։ Գրությունը բերել ենք, արձանագրությունն ենք բերել ամեն ինչ։ Ես իմ պարտն էի համարում տեղեկացնել, մենք օրենքը ասում եմ, կրկնում եմ, օրինապահ կազմակերպություն ենք։ Պետք լինի նորից կանենք ամեն բան։ Բայց սա կեղտոտ չեկիստական խաղ է։ Չեկիստները չկան, բայց չեկիստների այն ապօրինի ժառանգները, վիժվածքները կան։ KGB-ն չկա, բայց KGB-ի վիժվածքները։ Դու կարծում ես KGB-ն մեծ բողոքեր թող հաղթեր մեզ։ Ազգային միացյալ կուսակցությունը ծնկի է բերել ձեր պապիկներին, տատիկներին, բոլշևիկ շանվորտիկ։ Ծնկի ենք բերել, մեր ասածն է եղել, կորել է ձեր կայսրությունը, հիմա էլ մռմռում է ձեր տարբեր տեղերը, բայց կորել եք, պարտվել եք, ձախողվել եք։ Հիմա վրեժ եք լուծում հայ ժողովրդից, նրա առաջատար կազմակերպությունից։ Այ ճղճիմներ, Նիկոլն է ձեզ հանձնարարել։ Այդ փսլնքոթը դա է ձեզ հանձնարարել, որ այ մի առաջ խոչընդոտներ դրեք։ Դե ասեք, այ փսլնքոթ, բա ինչի էր ասում ամենաչգնահատված Հայրիկյանն է։ Ինչի էր ասում։ Գիտեր, որ արժեք է ներկայացնում նրա ստեղծած կազմակերպությունը, դուք անկախություն բառը որտեղից եք սորել, այ ողորմելի թշվառներ, ազգային բանակ, սահմանադրություն, որտեղից եք լսել, ժողովրդավարություն, ինքնորոշում բառը, ումից եք լսել մեր իրականության մեջ։ Այս աստիճանի լկտիություն տեղեկացնեիք, մամուլի ծառայությունը ինչի աշխատավարձ ստանում։ Մամուլում հաղորդում տպագրվել է։ Հայրիկյանի էջ եթե չեք կարդում ամեն օր, ինչ եք կարդում։ Այդ ինչ եք կարդում։ Պատկերացնում եմ Նժդեհը որ գար, Նժդեհին էլ պիտի ասեք, գիտեք, պարոն Նժդեհ, դուք խախտել եք մեր օրենքը, մի քանի օր առաջ օրենք ենք ընդունել, օրենքում նոր փոփոխություն ենք կատարել, դուք պետք է անձամբ մեզ տեղեկացնեք, այդ ճիճուներ, մի հատ ձեզ նայեք, ձեր սփաթին նայեք, ձեր անցած ճանապարհին, ձեր էությանը, ողորմելիներ, նոր համարձակվեք Հայրիկյանի գործերին խոչընդոտել։